Ora ֆուտբոլային հանդիպում աղբեր Արփինում։ Էնա, էս սրա մեջ էլ բաց կա, всё։ Բաց մեջ նայ։ Գնայ, ընտիր տեղ մի հատ, կտրված, ավեսով տեղ։ Այստեղ կա նաև գեղեցիկ մնալու տեղ, որը նոր են սարքել։ Ով ուզում է բնության մեջ առանձնանա, հիմա մենք նկարում ենք բացառիկ տեսարան Արագիլի ողջ։ Հապակվել ենք հակեն բարը։ Շիմամակով է սերի, Անակնկալա, որ անում ենք այս անկերներ։ Նս նկարի, որ ես կադրում չերևամ, ապշես այդում մանգաս մի հատ նկար չես ճարի իմ վերաբերյալ։ Ոչնչություն գտնվեց, որ իմ տրամադրությունը փչացնի։ Ռաստովից 1, Լալայի կողմից, Ռաստովից 2, Ռաստովից 3։ Ծափեր տվեք Սիլվիկի համար։ Եվ Սիլվա տատիկը այնքան բախտավոր է, որ տեսեք իր գեղեցկագույն նրբերանգ ծաղիկներով ոգևորված ու լիցքավորված ուղևորվում ենք դեպի շարունակում ենք մեր ճանապարհը Սիլվա տատիկի մոտ վստահորեն գնում ենք ու քնենք հանդիք չունեք էլի լավ է սուդախանում իրատություն ես արել հա դած Սիլվաց հորակույր ես եկա պարոն Ռաֆին եկավ ու բացեց դուռը երկար որոնումներից հետո գտանք ճիշտ կոճակը սխմեցինք հետո գնացինք մեր Սիլվա տատիկին ուրախացնելու նա շատ գեղեցիկ էր ժպտում սկզբից, բայց ցավոք առողջական խնդիրների պատճառով գնանք Արտավան։ Արսիկին տանելու են Արտավանից։ Արմինը համար այդ գերում այզուր ես գժվստում։ Արդեն համարյա կեսավորվում եք, հա, դեմքեր նայ։ Սարի մեջ սիրտը հələ նայ։ Առաջ է գնում հայոց գենը։ Անակնկալը ում կողմից է։ Այնուհետև ուղևորվենք Վեդի նշանադրության։ Իհարկե Գեղամի երրորդ ստեղծարարն օրն է այս։ 25 տարի հետ է գաղ այդ մոմենտի տակ։ 3-ը, 2-ը, 1-ը։ Այսինքն դու էլ ես իր հորքուրի տղան։ Հա, ավրես։ Դե լավ, ես դեմից չեմ ասելու ոչի բան։ Լոն նևեր։ Դե հեսա հասնեմ սիրուն կազմակերպեմ ուղարկեմ վիդեոն, լավ։ Ստեփան, նկարը չկա, Ստեփան։ Հա, առանց նկար եմ զանգել, ռուլավիկ եմ հիմա։ Լավ կան մի հասնեմ, դրայլասն ինչա, մեր օպե, ահա։ Հա։ Աշնակ, ովո։ Համո։ Համոյա, չէ։ Հա։ Դե վсё, գնում ենք մեր համո մեծ աղբոր ծննդը շնորհավորենք աշնակ մեծ աղբոր կողմից, մեծ աղբերների բազար աստ է, վсё, լրիվ տոշնի։ Հիմա արփի ենք։ Աբի հասնամ ես թե չէ։ Չէ, հələ չեմ հասնում, հələ արփի մեջ եմ, պետք է թամ, այն զապրավքի մոտից մտնեմ։ Աբի խմեք թե չէ։ Դե դուք սկսեք խմելը, մինչև ես հասնեմ իրանց։ Ora ֆուտբոլային հանդիպում աղբեր արփիում, հետո այդ են գալիս թե։ Գալիս ենք ֆուտբոլային հանդիպում մեկնաբանենք։ Լես հավես արել թե չէ։ Հա, բա ինչ եմ արել, գրիլ եմ արել։ Մալադես։ Բայց գիտես ինչ եմ արել։ Դրել եմ յուղի կարոպկի մեջ։ Ասել եմ անակնկալ ունես, բաստես ինչա։ Դե լավ, всё, ես հիմա անջատեմ, որ սկսեմ խոսալ այդ բիսեդկայի տեղն էլ պատմեմ, որ մարդիկ այդտան հանգստանան, հանգիստ կտրված տեղ է։ Ռաչի կտրվում, իգան 7000 կիլոմետր է, ստես թե ինչ է։ Դե всё, հեսա բան եմ անում, լավ, հեսա կզանգեմ։ Ընկերներ, Երևանից գալուց արփի մտնելուց առաջ, իսկ արփից դուրս գալուց առաջ այ այստեղից տեսեք գազալցակայանի մոտից ձախով մտնում ենք ուղիղ այն ճանապարհը, որը մեզ տանելու է մեր համո եղբոր տաղավար, որտեղ մարդիկ ամռանը գալիս են ու լավ քեֆ են անում։ Էլ ինչ ամռանը, հիմա էլ կարող եք գալ լավ քեֆ անել։ Ընտիր տեղ մի հատ, կտրված, ավեսով տեղ, որ գաս ու մոռանաս քո բոլոր խնդիրների մասին, հարբես բնությամբ, գինով եւ ինչու՞ չէ նաեւ տնական արաղով։ Այս ճանապարհը մի քիչ այն չի, բայց տանում է լավ տեղ։ Արագիլը գետի մեջ զբոսնում է, ձուկա ուզում բռնի, հենց նայի։ Հիմա մենք նկարում ենք բացառիկ տեսարան Արագիլի ворս։ Կայանի ես կասեմ ուրա, հեսա մոտիկացնեմ։ Տեսեք, Արագիլը ворս է որոնում ընկերներ։ Տեսեք, տեսնեք ворսա ինչ որ բան այս շուստերին թե չէ։
Հեյ, տեսեք, որոնողական աշխատանքներ եք տանում հիմա Արագիլը, հնարավոր է, որ որս անի մենք էլ տեսնենք, ես մեր հետևից ավտոյ, լավ էլի, ավտո եկավ ու խանգարեց մեզ, Արագիլի որսը այսօր թռավ, լավ, Արագիլն էլ թռավ, բան չկորցրեցինք ընդհանուր հաշվարկով ընկերներ, ամեն ինչի անալի է, իսկ ճանապարհը մեզ հենց հիմա կտանի, կհասցնի համո եղբոր տաղավար, ուտել խմելու տաղավար։ Տրամադրությունը տուղվի լավում Քեզ սիրով հրավիրում ենք ու տանկյուն Այստեղ շպիտներ են իրական Ես ծեսանից մեկը անակնկալ ես ուսում իրենք կան Սա մի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ Ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան Ես ծեսնից մեկը տեղս ծիկ Մենք իմաստուն ունենք ասելիք Աղբեր ես ծրտինը չեք եք էտա Բա տեսակ ձեր խաթր կայնան որ փոշե խեղ չանեմ Ես ինչ շինարություն եք անում աղբեր Տարածք եք հոսը Վերցում էլի Ստե բիսետ կեք ալնելու Իմացանք բոլորս միասին Դոսում եք բարին բոլորի ծնունդի լույսերը կովտեն մթին Լույսը մեր մեջ տալիս ենք աշխարհին Ոչ մեկ չի հաղթի ազգության պային Տեսան մեզ աղբեր, ապակվել են կրակ են վառ է, անակնկալա որ անում ենք հեսա անկերներ, հեսա սիրուն տեղին համո աղբոր ուրախացնում ենք, ահա և իմ ասաց տաղավար է անկերներ, հիմա տեսեք ինչ է կատարվում այստեղ, շատ գեղեցիկ է ամեն բան ուղակի հիանալի, որ համո աղբերն էլ մեզ չտեսավ, առավել ևս։ Աղբեր անչի ասի, ծավը տանը տողեր գայնք էլի Աղբեր ձեն իչացրու էլի Բայց աղբեր չեք տալի մեր համո աղբոր համար Էլի եկել եմ, սնունդ է շորավոր Դուն ես անակնկալ բայդում է տեր խոսում է ռախոսով Նորում է տեր խոսում Չէ, ճարժը չի լավ Դու ունես լավ անակնկալ, վեսով անակնկալ, հեռու տեղերից Այդի աշնակ է գլի, Այ ինչ ես մի անգամից ասում 100% Մի քիչ ձգի էլի Չեմ կա Լավ, ես հիմա չեմ ասին կողմից հա Վերջի նվերը տալուց դուք իմանաս Դու մետ նվեր ունես, բագաժնիկն է Հոկամ Մեծ է Յուն մի օջախի պատկեր Իմ թևութիկում Աշնակը աղբեր փողա պետք է մի քիչ Երազանքները թող կատարվեն, դեպք չի Ուշադիր որ ծապտակ այ Աստված թող նրան էլ տա Դժվար պահին աղբեր Ծապ եք տալի Ծապու եմ հա Ստաղ հապեր են, ինչ տապ Ապրեք ծապեր համար դե ես խաղցությունը վերց մի հատ մի պահ վերց Ամոս բատ լզի Աղբեր կարելի կար որ ես հա կար աստատ կացեց Չէ Հավես ունես լավ Հալա խաբար չէ, ծով նա դե խմել ես Դու պրոբլեմ չունես բայց ալի չնկարել Հա չնկարի Աղբերն ես կնկարես կադրի մեջ չերևա էլի մենակ ես երևա Նարրել ջան Հələ բաց Հետամ նվերը բերեմ հա Չար նվերը ինչպեր ես բոլա Նվեր պետք է բերեմ Ես կակրած կերակի կողենք այդ նվերը կարևոր նվեր եմ բերում Ու հավը չի ուղղար Չէ ինչա Ծախ երեստավեր Հենա ես սրա մեջ էլ բան չկա Բազ մեջ չնայ Նայ, հիմա նայ, հələ պրծելու Աղբեր, լսի, հələ կայն ուր ես էթում, արի Դու արդեն կրակի մեջ ես կայնի Նայ, հələ նայ, տես Արմանը մի անգամ ինչ ջոգեց ինչ-ով է, նո բա Ես հələ, բայց Հեսա ես ամեն, նվեր, 1000 բարի նախտերս լավ ես Հեսա, մի հատ նվեր եմ բերում հեսա Դե են դու գիտես, հեսա բերեմ նոր Հիմա նվերը բերենք աղբեր Նվերը բերելու ենք ու
Ափսոս, ընդից երևի ասել են, որ ինչ նվերահելն է։ Ուզել ես գլուշցել։ Ագիր էլ ծաներ է, ծաներ է, արի։ Արի բաց է գլել։ Բաց։ Բաց, քաշ բաց։ Ինչ կլնի։ Շուն։ Ես մի տեսականձի խանգարել եմ ոնց։ Հավ արա էսի։ Ես ինչու արա։ Հավա։ Մեռած հավա։ Էպա։ Էսա գասել էին, էլի։ Ես էլ ասի կարոպկո բերեմ յուղի։ Ինչ ասել եմ, որ հավ ուղարկեմ։ Էշ։ Դե լավ, իմացա, չէ՞, ով է։ Աշնակը։ Աշտակ, միակ իմ հարազատս։ Քո հարազատ, բա Իմ աղբերս։ դե մի ասես, սա քո հարազատներն են, ուրիշ տեղ ասես։ Բարև ձեզ։ Բարև եք հավաքվե։ Այս մի տարի անցավ, ազգացիք, չէ՞։ Մի տարին անցավ, այս սլլաց։ Մի տարին անցել է, եկել եմ էլի։ Ավելացել ենք չենք պակասե, չէ՞։ Ինչ մոմենտով է սերի լախ։ Այն մոմենտով, որ դուք հավաքվել եք։ Այդ մոմենտով։ Արեք։ Լսի էլ է։ Հաջան։ Արեք։ Ախպեր, չէ, լսի, բանա, նստել չէ, տես ոտի վրա, մտադուշի ու հելանք։ Ապեր հատե, ոտի վրա վիճակել։ Ընկերներ, այստեղ դավայցի, այստեղ կա նաև գեղեցիկ մնալու տեղ, որը նոր են սարքել։ Ով ուզում է բնության մեջ առանձնանա, ում հետ ուզես։ Ընկերոջ հետ, կնոջ հետ, բարի մարդկանց հետ ուզում ես առանձնանալ, կա հատուկ դոմիկ։ Դոմիկ որն է։ Լյուքս։ Հələ կան հարցում կարանք մեջ նկարենք։ Խալի պետք չի մեզ կառավարն է պետք։ Դե լավ, ուրեմն մեջ չենք նկարում, ես նենց եմ ասում։ Չեն ես նկարում։ Չենի պետք չի, հավատա պետք չի։ Всё, ես կասեմ երկու օքու համար, հա։ Ես այդամ խմեմ աղբերս, ես այդամ եմ խմեմ։ Մատսյոպիս տեսեք, իմ աղբերն, Մենք իրար հետ ենք հիմա։ աղբերս։ Խմել ենք, եթում եմ ես, իրանք մնում են հələ։ Հարազատ մարդ է ինձի։ Հա, տավին բայց ջոգել էր, որ հավ եմ բերե։ Լավ չեք կազմակերպել անակնկալը։ Ընկերներ, նկարում ես։ Անես կանես կադրում չերևամ, հա։ Լավ աղբերս։ Անես նկարի, որ ես կադրում չերևամ միշտ։ Ես չեմ սիրում էլի նկարվել աղբերս։ Լավ ապշե սայտում մանգաս մի հատ նկար չես ճարի իմ վերաբերյալ։ Ես նկարվել չեմ սիրում։ Այդ պահով էլի։ Նվագում են մեր ժամանակները, նոր օրը սկսվում է անմիջապես։ Ամյակը։ Աղբեր, լսի, տորտ կա, ստե եթենք վառենք իմ ամոմերը։ Կաղա հիմա տնսիրում կազմակերպենք, որ սիրուն էլի, հա։ Ինչ կարծիք ես։ Արարողություն չանենք, որ հետո նկարվեն իրանք է։ Հա։ Դե լավ, եթե այտենց ես մտածել աղբերս, տես կանենք։ Լավ, ես ուրեմն տորտ էլ դորշում եմ։ Ես որ տորտ չկա։ Վարդան, դու բայց տես սպասի, որ գամ մտ իրարից շփենք։ Անուտ Հայկ, Հայկ։ Ազգանուտ լաս Մարտիրոսյան Հայկ, չէ։ Չէ, ախպերս, թող ես կներկայացնեմ Մարտիրոսյան Հայկը։ Всё։ Ընկերներ, անձրևոտ եղանակ է եւ այս անձրևը եւս ոչնչություն գտնվեց, որ իմ տրամադրությունը փչացնի։ Սա ոչինչ է, չի կարող իմ ներսի արևը հանկարծ մարեսնել։ Հիմա ես գեղեցիկ ծաղիկներ եմ բերել Ռոստովից 1 Ռոստովից 2 Կավեսի պայես են տասից։ Եվ իհարկե Ռոստովից 3 Տեսեք ինչ գեղեցկագույն նրբերանգ ծաղիկներով ուղևորվում ենք դեպի Սիլվա տատիկի մոտ, ում 75 ամյակն է եւ Սիլվա տատիկը այնքան բախտավոր է, որ հիմա իր ազգով հավաքվել է, իր ստեղծած սերունդով հավաքվել է, իր առիթն է նշում եւ ամենակարևորը առիթի հանդիսավարն էլ նրա թորնիկն է Հայկ Մարտիրոսյանը։ Հայկ Մարտիրոսյանը չնայեք որ հանդիսավար է, նա տաղանդավոր դերասան է եւ ես մեծ հպարտություն եմ զգում, որ շատինից ունենք նման լավ դերասան աղբեր։ Հայտարարում գաս։ Նադի։ Հա, հիմա։ Կարանք հայտ արի մտնենք։ Տատին կանչեց։ Ես
քանի Հայկը ստեչինքը համեստ է, էլի, կմտնեք սրբի սերիաների մեջ, մեկում նա իր ընկերու համար պայքարում է, έτσι 17-րդ սերիայում ընկերու համար պայքար է մղում եւ հաղթող է դուրս գալիս։ Էլ ինչ շատինցի, որ կինոյի մեջ էլ չտենանք շատինցի։ Դանակը վերցեց, առհա, տվեց են մի դերասանին ու գնաց իր սիրո համար։ Շատինցիների հետ նիշուծից է։ Նիշուծից է շատինը, շատինսկի ребятами։ Ներսում լիպարիտն է իր տեսախցիկով, ով շատ լրջորեն սպասում է մեզ, որ մտնենք ներս ու անակնկալը սկսենք։ Վարդանի մոտ է ծրարը, որի մեջ կա գիտեք ինչ։ Ծրարի մեջ ինչ անում ընդհանրապես այդ դրանից։ Հա։ Սիլվա տատիկը հիմա պետք է հուզվի անպայման, 100%-ով պետք է հուզվի, որովհետև շատ հուզիչ է լինելու, որդին այստեղ չի, եկել ենք որդու ներկայությունը ապահովենք ես և Վարդանը և նրա մնացած թոռները։ Օ, հայ, էտի պտի չասեի։ Շնորհակալ եմ Հայկ Եվյան, բարև ձեզ, բարով եք հավաքվել, շնորհակալ ենք մեր Հայկ եղբորը, ով շատ գեղեցիկ ինձ ներս հրավիրեց։ Հիմա կասեք, ուր ես գնում։ Գնում եմ, որ Սիլվա տատիկին գտնեմ, ուր է Սիլվա տատիկը, հա։ Տաղ ես, դե ուրեմն ես քեզ հիմա մեծ սիրով հրավիրում եմ, որ գաս այս մեջտեղը տաղը լես, էլի, դա պետք չի։ Արի այստեղ, որովհետև հիմա բարձր ծափեր տվեք, որ գա, մեր Սիլվա տատիկը։ Չէ՞ որ այսօր նրա օրն է եւ նա շատ երջանիկ է, որ իր հարազատների հետ նստած է այստեղ։ Ինձ բարուր է Մամուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քո անուշ Շատ սիրված տատիկ եք, մայրիկ եք, տան ծաղիկներ։ Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ Նկատենք, որ ես չտվիմ, վերցրեց։ Բայց լավ եք ամեսօր ձեր օրն է, ինչ ուզեք, էտել կանեք Սիլվա տատիկս։ Արցունքներն աչքերից սրբել Լավ արիր, որ վերցրիր, որովհետև ես մի հատ ծաղիկը չէր, էլի ունենք ծաղիկներ, եւ մեր Հայկը, ձեր թորնիկը, արդեն մի քիչ ասած ում կողմից է անակնկալը, չէ՞։ Իմացաք արդեն։ Որ ակնկալ եք արել։ Հա, չես լսել ում կողմից է։ Կրկնակի ուրախություն, ում կողմից կլինի, դե ասա, Ինչ ասեմ։ Տատի, ապրես որ չես լսել, Հայկ պետք է չասեի, լավա որ չի լսել, ում կողմից կլինի։ Հələ շոկի մեջ եմ, չեմ պատկերացնում։ Շոկային իրավիճակ է ծափերը տվեք, թող տատիկը մի հատ ակտիվ անա, հələ տենակ մտածի, ով կլինի տենաս, որ անակնկալ արի, ով ես շատ սիրում, որ հիմա այստեղ չի ճակատագրի բերումով։ Շատ ինում չի, էլի։ Բոլորին ես սիրում եմ, բոլորին ես եմ սիրում։ Դե լավ, ես մի քիչ հուշեմ քեզ, քո երեխաներից մեկն է։ Բոլորին իմ երեխաներն են, բոլորին ես սիրում եմ հավասար։ Շատ լավ ես դու ինձ հիմա մի քիչ պրծնում, բայց հարց չկա։ Արիթը ռուբոսի։ Արիթը հետ, Ջան, արիթը ռուբոսի։ Ռուբոն մեծ սիրով կազմակերպել է, բայց դու ունես եւս մեկ շատ անուշ բալա։ Անունն էլ Կարեն, Կարենի կողմից է անակնկալը եւ ոչ միայն, նաեւ Կարենի դուստրերի ձեր անունը կրող Սիլվայի եւ Լալայի կողմից է անակնկալը։ Ձեզ շատ են սիրում, ուզում եմ որ երջանիկ լինեք։ Ես մանուկ դառնամ, ես քեզ սիրում եմ։ Ծերը շատ է, հələ հուզում եք։ Ծափեր տվեք, թող հուզվես, որ իր օրը պետք է գեղեցկություն լինի այսօր ամեն ինչը։ Հիմա թորնուհիներից այստեղ ով կա, թորնուհի, ով թորնուհիներից երկու հոգի մեզ պետք են։ Սիլվիկ էլի, Սիլվիկ, արի, հələ վերցրեց ծաղիկները, նվիրի տատիկին ու գերկի ամուր, շատ ուժեղ թորնուհի է։ Փաթաթվիր ինձ ման, քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ
Ես քեզ սիրում Հաստատ կունենա Սիլվա տատիկը, հա? Ո՞վ է, հəl մեկի անունը տուր թորնուհիներից է թողա։ Թորնուհիներից, թորնուհի։ Հա, թորնուհի է պետք, ուրա։ Չեմ անում, որին ասեմ, արդեն չեմ անում։ Որ մեկին ասեք կգա, հələ մի հատ ինչ է։ Չէ, թորնուհի է պետք, թորնուհի։ Լավ, այդ ու արի, ախպեր։ Թորնուհի էլ չկա սաղ տղա եմ, բա ուժեղ է, բա շատ ինձ սիմպատիկ տղա լի, արի։ Ես մի ծաղիկներ, են որ տվեցին, ենի Սիլվայի կողմից էր, ձեր անունը կրող թորնուհու կողմից էր, իսկ ես մեկը լալայի, որ ձեր անունը չի գրում, բայց ձեր թորնուհին է ու իր սիրելի տատիկն եք, էդ էլ մեր լալայի կողմից։ Մամ ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քո անուշ Գետապցի, հա, բայց ինչ գետապցի, շատինցին դու ես, գետապցի, ես էլ մտել եմ շատին, և ծապտանք մեր շատին ու գետապի համար, հաստատ երկու տեղից եք հավաքվել։ Սիլվա տատիկ և վերջում ուզում եմ տալ ես նվերը ձեռք բերելու հնարավորությունը, սրանով նվեր կառնես, հա? Նվեր առնես, հելը հուզված ես, հա? Հելը հուզված ես? Վայ, տատի, դե ես էլ վերցրու, կգնաս մի հատ լավ նվեր կառնես, այդ լավ նվերի բանան դե էլի, այդքան կա էլ, որ հա, բոլորը Ռուսաստանից, որ քաղաքներ, Ռաստովից Կարենի ընտանիքի կողմից ջերմագին մաղթանքներով շատ սիրում ա ձեզ, առողջ լինեք, լավ լինեք, որ գա ձեզ գերկի ու իրար հետ խորոված անեք ուտեք, հա? Ապրեք ծափերի համար, շնորհակալ եմ շատ, Հայկ ջան, քեզ էլ եմ շնորհակալ իմ շատինցի բարեկամ եւ իհարկե գետապցի բարեկամներ, ձեզ բարձր տրամադրություն։ Հաջողություն։ Երկու հատ ունեիր դու։ Բարի օր։ Ապահովել եմ Իմ արտագույնցի բարեկամ։ Արտագույնցի բարեկամների ուժեղ պահեր ասթե։ Դու գիտես մեր Հայկի Շտաղանդավոր դերասանը։ Ես նոր իմացա ու մի անգամից այդ մասին ասում եմ մեր հետևորդներին։ Հայկ, մի հատ էլ ձեռքով իրար սերվիս նկարի, հաճելի է շատ, բայց ես ես գնամ հակարծ են կինոյի նման հետևիցս չգաս բարեկամս, հաջողություն։ Դավայ աղբերս, լավ մնացեք, էլ աղբերս, ձեզ բարի ժամանց, ընկերներ, մենք հիմա էլ ավելի ոգևորված ու լիցքավորված շարունակում ենք մեր ճանապարհը, վստահորեն գնում ենք ու քնենք։ Մամ ուզում եմ առաջվա պես օրոր ասես Հանդիկ չունեք։ Ալո։ Բարև ձեզ։ Այո, ես եմ որ կամ։ Լսում եմ, ինչով օգտակար լինեմ։ Մեծ աղբերես պահաջես դիցես, մեզի թողես ներս մտնենք։ Գանք մյատ իրար հետ ելնենք, էլի ծնունդ ենք եկել շնորհավոր ենք, չենք ուզում զանգենք։ Կելնի, չէ։ Սիլվա տատի ծնունդն է։ Հա, բա դու գնում ես ընդ է հիմա։ Որքուր, այսինքն դու էլ ֆլորայի աղբերն ես։ Չէ։ Բա։ Օրոքպոր դե աղբերն ես էլի։ Հա, մեծ աղբեր։ Էն ինչ է էլի, բա ցավը տանեմ ես։ Վիրահատություն ես արել։ Են վիրահատել ես։ Դու այժմ լիֆտ էլ ունեք շատ սիրուն։ Էդի, նայ, լիֆտերից է, բայց լավ պահպանված։ Հիմա դու էլ ես գնում ընդ է։ Я пեսен եմ։ Պեսն ես, մեր Սիլվա տատի պեսան ես։ Դե թենք մատ շնորհավոր ենք ծննդը ուրախացնենք։ Պատի ուրախանա էլի։ Դա մեր անգամ սաղ մենք նոր գա լիֆտը։ Բան չի ստե լիֆտը չեն փոխել։ Փոխեն չէ երևի։ Ես փոխեմ էլի։ Ես թե չեմ մի քան, просто անգելակ այգելակ։ Ահա, եկավ լիֆտը, տեղավորվանք, սփանք։ Վերջին ո՞րն է։ Էս։ Այս ծակը։ Սփանք։ Էս։ Անգերներ հիանալի սովետական լիֆտ, որ ամեն պահի կարող է չենթարկվել։ Հա, դե կերել են, վառել են բանն։
Halim şartın tazelesi եկա բազար մազար բենզին բատել։ Դա լավ է, կարող մաքուր լիֆտ է, բան չի։ Հա, պարում եմ, ապու պարում են, հա։ Դաժան չի էլի։ Այս դամաֆոնն էլ դրել են լավ է, էլ չէ։ Ճիշտ է։ Հա, շատ ճիշտ է։ Եվ այդ որը բացել եմ, հետո հասել մտնում եք դուսեր գալիս մեշայցից, ես լավ, մեքենա բարում։ Դե հիմա գոնե գիտեք ով է մտնում։ Դե որ ներշինում զանգում եմ վրաց որը բացում որ քուրը։ Հա, դե հիմա լավ է, պետք չէ զանգել։ Ահա։ Եկանք հասանք դեր։ Հասել ենք դեր, հա։ Ներքև որ։ Վելանք վերը։ Ներքևն է, դիմացի դուրն է հենց։ Սիլվա տատիկ, չէ։ Այո, սիլվա տատիկ։ Լիսա։ Այ լիսա։ Վելան թունեք։ Պատրաստա, որ անակնկալ անենք, հա։ Բարև ձեզ։ Հա։ Հա։ Սիլվա տատիկ, ոնց ես։ Ծնունդը շնորհավոր, ես ինչ դեղա ձեռդ, արի ես դեղը բերցեմ, ես քեզ լավ դեղ եմ բերել։ Ծնունդը շնորհավոր լինի, դու անակնկալ ունես, ոնց է տրամադրությունը։ Այդ ինչ լավ ես ուրախանում, այդ ինչ լավ ես ժպտում։ Քեզ եկել ենք ուրախացնենք, այսօր քո ծննդի օրն է։ Այս տեղը չես էլ բերի, ոչինչ։ Ես անծանոթ եմ, բայց եկել եմ ծնունդդ շնորհավորեմ, գիտես, ինձ ասել են, որ գամ քեզ ուրախացնել։ Ինչ իմացար։ Ինչի իմացար, ինչի շուտ իմացար, ես ուզում էի մի քիչ խափխփեի, որ մի անգամից չասեի։ Ոնց է Սիլվա տատի, լավ ես։ Առողջ էլի, չէ, մի բողոքի, չէ, ասա լավ եմ, որտեվ շատ լավ ժպտում ես դու։ Դու արդեն լավ է, դու ոնց ուզում ես, ոնց հարմար է այդ են։ Սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր կրկեմ Սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար հոսող արցունքներն Հիմա լսի գիտես ինչ պետք է անենք իրար հետ։ Մի հատ այն է սիրուն ժպտալու, երազանք ես պահում, փչում ես մոմերը, որ քեզ նվերն ես տան։ Աշխարհի չափ ես քեզ Թորակույր ես։ Ցավազրկող չկա, ցավազրկող։ Այնա վերելա սրսկվին։ Հա, պետք է ինքն է իրան սրսկում։ Բայց կաղա սրսկվես, որ ժպտալով ես ծաղիկները վերցրես։ Սիրում առողջություն քեզ լավ լնես, հաջան։ Բա, խորոված եմ վերում։ Ահ, մենք պետք է շատ արագ հետ տանք, հեռու տեղից եմ եք, Հիմա գիտես ուր եմ գնալու։ Գնալու եմ Եղեգնաձոր, պետք է շուտ գնամ։ Ոչինչ կուտել նոր։ Ահ, չենք հասցնում, չէ, ուշանում եմ։ Սիլվա տատիկ, դե քեզ լիքը առողջություն, լավ լնես։ Իմացի որ քեզ շատ ես եմ, բարև ձեզ։ Դուք ուշացել եք, հա դուք եք, դուք պետք է գայիք, ես է գիտեմ ստեղ եք, ես զանգեցի, հա ոչինչ ստեղան, հիմա մեծ Սիլվա տատիկը պետք է սրսկվի, հա չէ, ես մի հատ ուրիշ մարդ եմ լրիվ, հա, բարեկամ չեմ, բայց բարեկամ եմ, միևնույն ժամանակ, խորովածը դուք եք բերում, հա, ասում է խորովածը եսա կբերեն, ասում է եսա խորովածը, Ես պիցա և տորտ եմ վերել։ Ամենալավ, տորտ մենք էր։ Շուտ եկան, շուտ տանեք սարքի զակաս կտանք։ Ինչ է, չէ, այդ ծավը տանում, ամեն ինչ լավ է, կարևորը դուք քեֆ արեք, դե Սիլվա տատիկս, քեզ առողջություն լիքը, ուժեղելի, ամուրեղի, ամեն ինչ լավ ալնելու, ապրես, հե, ես զանգել, հա, դուք ես չեմ ասում ուշացել եք, ուղղակի ես զանգեցի մեր ֆլորակույրիկին, հա, այդպես ես զանգել եմ նոր եմ բարձացել, որ ես հիմա նայստեղ չեք չէի բարձել, եկել է, դուրը բաց է, իրան բան կասեք, ինքն է մեղա, դուրը բացել է, ձեզ էլ ենք շնորհակալ, լավ մնացեք, ոտներս խերով, Սիլվա տատել եմ ասում, առողջություն, լավ մնա, մենք էլ հելն ենք վերև, նստենք լիֆտը, իշնենք ծավ, հելն ենք վերև, նստենք լիֆտը, իշնենք ծավ, ահա ընկերներ, Երևանում մեր գեղեցիկ առիթը անցավ լավ, Սիլվա տատիկին մաղթենք ամենակարևոր առողջություն, իսկ մնացածը սերը հարգանքը վայելում անպայման չէ, դե հելանք մեծ ախպեր, բա քո անունն ինչ էր, անունը չա, հե? Ռաֆի, պարոնը Ռաֆի, քեզ էլ առողջություն լավ լնես, դե գնա լավ մենք կետանք, էլ հաջողություն, շնորհակալ եմ, բարեկամս ապրես, սիրուն նկարիչ չէ ախպեր, հնարավորինս, դե հիմա նստենք մեր շախտյորսկի լիֆտը, բա որն է, առաջինը, արի ենթադրենք,
1, 2, 3, 4, 5, բայց սրանք ոնց են սխում որտեղ։ Ես հա, սրա ստել լիֆտ պետք չի որ լինի ջոգիր, ստել էսի որն է։ 6, 7, 8, 9 չէ։ Բայց մենք 9-րդ ալ գիչանք 8։ Ուրեմն էս էլ որն է։ Ավարիոնին է էլի որ զանգես։ Զանգինը էս։ Հա։ Այս որ սա մենք կպատասխանեն։ Դե ամեն դեպքում 60 տարի 70 տարեկան լիֆտ է երևի, չէ՞։ Այսքան որ կա շատ լավ է։ Գնանք դամաֆոնով դուրս գանք եւ շարունակենք մեր ճանապարհը դեպի ուր ենք գնում Արտավանն է մեր հաջորդ կանգառը գնում ենք ուղիղ Արտավան ուշքան ուժ ունենք այդքան արագ ընկերներ մենք հասանք Երևան եւ մի խնդիր առաջացավ նախ չէին գտնում որ շքամուտքից պետք է մտնենք որ հասնենք շատ սիրված Սիլվա հորաքրոջը հետո պարզվեց որ դամաֆոն ունենք մեր ու Սիլվա տատիկի արանքում կանգնած եւ բախտներս բերես պատահաբար եկավ պարոն Ռաֆին եկավ ու բացեց դուռը հետո լիֆտի մեջ երկար որոնումներից հետո գտանք ճիշտ կոճակը սխմեցինք եւ բարձրացանք 9-րդ հարկ որից հետո գնացինք մեր Սիլվա տատիկին ուրախացնելու նա շատ գեղեցիկ էր ժպտում սկզբից բայց ցավոք առողջական խնդիրների պատճառով մի քիչ ընդհատվեց ժպիտը, բայց մենք նրան մաղթեցինք առողջություն եւ շատ գեղեցիկ ամեն ինչ անցավ։ Միայն մի բան ուշացած եղավ, համ մեր սխալներ, համ պարոն Ռաֆին սաղարած, որ չգար մենք կսպասենք, չգիտենք որ վերևում մեզ պետք է դիմավորեին, չդիմավորեցին, հետո դիմավորողը ուշ եկավ, բայց ամեն ինչ շատ լավ էր։ Կարևորը հարազատները հավաքվել են Սիլվա տատիկի կողքին եւ ուրախանան նրա ծննդյան օրը։ Իսկ մեր Ֆլորա քույրիկը իր շնորհակալությունը հայտնեց իր շատ սիրելի հորաքրոջը, ով փոքրիկ ժամանակ իրեն պահել է, սիրել է եւ լիքը լավ խորհուրդներ է տվել։ Իսկ մենք մեր ճանապարհը շարունակում ենք դեպի Արտավան։ Գնացինք։ Դուք մի մոռացեք բաժանորդագրվեք ընկերներ, որովհետեւ վերջերս մեր էջի ակտիվությունը կարծես թե ընկել է։ Տարածեք տեսանյութերը, խնդրանք, որպեսզի ակտիվությունը վերականգնենք։ Խաղաղության մեջ ենք միշտ գրավում մեր արժանապատվություն Հայրենիքիս ջուրը զուլալ անմահական Համն ու հոտը աղնու Վայոց Ձորյան չքնախ տեսարան, որը մեզ ուղեկցում է, էլ ավելի չքնախ գյուղ Արտավան։ Գնում ենք Արտավան ընկերներ, արտակարգ գեղեցիկ առիթի նշանադրություն է։ Գնում ենք անակնկալ անենք զույգերին, ուրախացնենք, ուրախանանք, որ եւս մեկ զույգ հայոց աշխարհում որոշեց միանա եւ Սուրբ ընտանիք կազմի։ Իսկ ճանապարհը ընկերներ կարծես ես դրա համար է զարդարվել։ Լավ առիթ է, ողջունում է առիթը, նաև բնությունը։ Իսկ մենք ուրախ սլանում ենք դեպի նշանադրության առիթ, Արտավան գյուղ, որը չնաշխարհիկ է, գեղեցիկ եւ բնակեցված, գեղեցկագույն մարդկանցով, ովքեր չեն թողել իրենց գյուղը, չնայած այն բանին, որ շատ անհարմար տեղում է հեռու է մարզկենտրոնից, ճանապարհների վիճակը այդքան էլ լավ չի, բայց նրանք շարունակում են մնալ, ստեղծագործել եւ ապրել։ Եվ ես վստահ եմ, որ շատ շուտով Արտավանը մի նոր դեմք է ստանալու, այնտեղ սկսելու է զարգանալ, ես դա զգում եմ։ Արտավանցիներ, տարածեք, որ զարգացումը էլ ավելի արագ լինի ու ստացվի։ Հայրենիքս հզորանա ու շենանա, ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա, որդիս հայը հայոցով։ Բարեկամներս, մենք հիմա աչ ենք անում, գնանք Արտավան։ Արտավան գնում են աչ անելով, եթե գալիս ես Վայքի կողմից։ Այնպես որ չմոռանաք աչ անել։ Ահա այստեղ արդեն գնում է փակման աշխատանքներ, որ վերանորոգ են ենթադրում եմ։ Հա։ Լավ։ Արմնե ջան, բարև ձեզ, ես Արտավանի ճանապարհը բռնեցի։ Հա, անջատեց։ Ես մեր պատվիրատուի հետ էի խոսում, ուզում էի տեղեկացնել, որ բռնել ենք ճանապարհը Արտավանի եւ գնում ենք։ Տեսեք ինչ հիանալի է ամեն բան։
Մարդիկ դաշտերում եկել են հավաքեն ինչ-որ բաներ, խոտեր, բուժիչ, խոտեր։ Եղևնիները պատել են Արտավանի լանջերը, նախաարտավանյան լեռներ են սրանք, ընկերներ, եւ գնալով զգում ես, որ բնության, հարստության շունչն է գալիս։ Այս օդը առողջարար է, այստեղ ուղղակի գազ կանգնես շնչես, կյանքդ 2 տարի կերկարի, այնպես որ երկարացրեք ձեր կյանքերը Արտավանի հետ։ Արմինեն զանգել է ու չի խոսում, փչում է տրուկայի մեջ, բայց ոչինչ, ես գիտեմ, որ ինքն է։ Տրամադրությունս եղանակի պես բացվել է, լավ նորություններ են եկել, էդ էլ ես գիտեմ ինչ լավ նորություն, ընտիր նորություն, բարձրաշխարհիկ նորություններ են եկել ու ինձ ուրախացրել են։ Մի քանի օր է տխուր էի, հարցեր կար, հիմա այդ հարցերը ոնց որ լուծվում է, դրա համար էլ ուրախ եմ։ Այ որ հարցեր չունենամ ընդհանրապես, այնքան ուրախ կլինեմ, որ դուք էլ ավելի շատ կուրախանաք։ Հիմա հեքիաթային ճանապարհը սկսեց Արտավանի, տեսեք, երկու կողմից ծառեր են։ Եվ այս ճանապարհով գնալիս քեզ թվում է, թե ամբողջ ճանապարհը այս տեսքն է ունենալու, բայց ոչ, այսպես չի լինում, ընկերներ։ Քիչ հետո կսկսենք մագլցել լեռը, որտեղ արդեն բուսականությունը սակավ փարթամ է։ Տեսեք, ինչ գեղեցիկ քար է, ժայռեր, ժայռակտոր, որտեղ կարող ես ծամածրված դեմք գտնել, ես գտա արդեն, աշկերը փակ, բերանը միան տարած։ Դու գտար։ Այսպես։ Այսպես դեմք։ Այսպես դեմք է, նայ։ Այսպես դեմք։ Որ մտ ուժեղ թթու բան ես ուտում, այդ դեմքով ես ելնում, այդպես դեմք էր։ Արտավանի աջ կողմը գեղեցիկ է, լեռները դյութական են։ Այստեղի բնությունը տարբերվող է։ Ամբողջ Հայաստանի մասշտաբով սա ունի իր տեղը, իր արտասովոր, արտավանային բնությունը։ Հիանալու բնությունը, ընկերներ, այստեղ կարող ես գալ ու վայելել հանգիստը։ Բնությունը այնպիսի տեսք ունի, որ հանգստությունը երաշխավորում է։ Ուղղակի նայելով զգում ես եդեմական հանգստություն։ Սիրուն է, էլի, ուստը չեն, երևի եղևնիստը չեն տնկե, ինքը աճել է։ Բնական տեղական եղևնիներն են։ Տեսեք, ընկերներ, նման անտառներ եղևնիի շատ քիչ կան Հայաստանում, սա բացառիկ նմուշ է։ Ինձ թվում է շատ շուտով այն սարի վրա եռանկյունի դոմիկ են դնելու։ Շաբլոնին համապատասխան։ Հա, այնտեղ։ Քեզ սիրով հրավիրում ենք ու տանկյուն, այստեղ շպիտներ են իրական, ես ձեզանից մեկը անակնկալ ես ուզում իրենք կան, սա մի հատկեր հայկական, Բանջարի սեզոն ենք, լավ բան ասած արծիվը նկարի, արծիվը, եթե լավ բան ասած 1000 է իրան, եթե վատ բան ասած էլի 1000 է իրան։ Սաղ աշխարով կան, ես տեսնից մեկը տեղսցիկ, մենք իմաստ ունենք ասելիք, մեր լեսում հիմա մեր Արծիվը Արտավանի, ահա մեր մուտքը Արտավան, Արտավան շատ ենք եկել գնացել ու դեռ շատ էլ գալու ենք գնանք, և ես ձեզ խոստանում եմ, որ այս ընթացքում, մեր գալ գնալու ընթացքում ձեզ ցույց եմ տալու ծաղկած նոր շնչով լցված Արտավանը, այս տարածաշրջանը, այս բնությունը ունակ է շատ հզոր արդյունքներ տալու մեր հայրենիքի համար, շատ հրաշք տեղ է, կտրված ու գեղեցիկ, ոչ մի բանի պակաս չկա, անգամ Զապարոժեց ունեն, և իհարկե չերը լավ չես կրան նկարես մեքենան։ Հիմա ես ինչպես հասկանում եմ նշանադրության մասնակիցներից շուտ ենք հասել, ընկերներ, այսօր մեր օրը բավականաչափ խառն է, մենք գալիս ենք Երևանի, գնացինք Երևան, վերադարձանք մեր մարզ, եկանք Արտավան, Արտավանից գնալու ենք Զոտ, Զոտից Վեդի, Վեդից էլ Մարտունի, այսքան խառն է մեր օրը այսօր, հիմա ժամը 2:30 է և ռիսկային է, որ չհասցնենք, բայց ես կփորձեմ մաքսիմալ ջանքեր ներդնել, որ հասցնենք, իսկ դրա
վառ եւ կանգուն հովանավորն է մեր մեքենան։ W210 25 տարեկան գեղեցիկ չնաշխարհիկ ամուր մեքենա։ 26 արդեն մի տարի էլ մեծացավ ավտոս։ Բայց իրա վեջին չի, ինքը ջայլների հետ կարա կապնի։ Կերած խամած է էլի, հա։ Հա 98 է։ 27 արդեն հաշվենք։ Հիմա Արմինեն մեզ կդիմավորի ու կսպասենք արդեն նշանադրության մասնակիցների հավաքին։ Հա, երեխաներ կան այստեղ։ Օ, բատուտ ունի Արտավանը։ Հələ դու մի նայ։ Բատուտ խաղարապարակ հզոր ձևի։ Երեխաներն էլ խաղում են։ Դերում ես։ Իշտենք, հա, համաձայն ես իշտենք։ Բարև ձեզ։ Ոնց եք պուրջուրներ։ Ընկերներ, այսօր սիրո օր է Արտավանում եւ ամեն ինչին նայելուց տեսնում ես այդ սերը։ Օրինակ են տես սիրտը, սարի մեջ սիրտը հələ նայ մոտիկացիր թո երևա։ Սիրտ է ամեն տեղ ընկերներ, թե սարերին բնակերտ սրտեր, թե պատերին գեղեցիկ նկարված սրտեր։ Սա սիրո պատմություն է Արտավանում։ Հիմա գնում ենք այսօրվա սրտերի մոտ։ Դանիելի եւ Անիի մոտ։ Նրանք հիմա նշանվում են եւ Անիի ընտանիքը որոշել է գեղեցիկ անակնկալ անի։ Վերցրել ես, հա, գեղեցիկ անակնկալի մի մասը։ Դե գնանք սկսենք մեր գեղեցիկ անակնկալը նշանադրություն է հայոց սուրբ օջախ է կառուցվում։ Արտավանում ընկերներ, շեշտում եմ Արտավանում, բայց Հարսիկին տանելու են Արտավանից։ Մեզ Արտավանի տղերք, Հարսիկ բերեք Արտավան։ Մի հոգի տանում են, հա, քիչ-քիչ։ Հնաշելի։ Իսա գյուղամեջյան հավաքատեղի է։ Մտնենք սկսենք շխուր անելը։ Օ, բարև ձեզ, հարգելիներս, հազար բարին մի ծափեր տվեք բարձր գեղեցիկ։ Մենք հիմա կամաց մոտենում ենք այսօրվա մեղավորներին։ Դանիել ապրես, եկար ու բռնեցիր կյանքի ճիշտ ճանապարհը։ Հիմա բայց բաժակը քեզ կխանգարի։ Խմես նոր, ծափեր տվեք թող խմի փեսան։ Այս գործը ագին ռիսկ է պահանջում, դրա համար ճիշտ արիր որ խմար, շնորհավորում եմ աղբերս, շատ ուրախ եմ քո համար։ Դե մի հատ ծաղիկները նվիրի քո ապագա կյանքի կեսին։ Ես քո աչքերին սիրահարված անցնում է կյանքս մի օրվա երազի պես, երբ ես ապրում եմ քո սիրով հրապուրված։ Եվ ունեք էլի կոնյակ եմ բերել, բայց էլ չխմեք։ Սա կարող եք խմել կամ հարսանիքին կամ առաջնեկի ծնունդին։ Երբ խմեն, ասեք, մեծեր դուք ասեք։ Ասին։ Ասել են։ Դե հələ վերցու բացել, տեսիշ սիրուն ժողովուրդներ կան այնտեղ, ստորագրություն սաղ կա, ամեն ինչ կա։ Անակնկալ է սա, այո, չեր սպասում եմ։ Տեսար։ Երկու սիրուն զույգեր, բայց Դանիել, ես չնկատեցի, դու նորմալ գրկեցի, նո՞, ոնց որ խարն էի չջոգի մն։ Արկյանում սիրեցի քեզ, լուսավոր երազի պես։ Բարի բախտ միասնություն, մինչև հասնեք, առաջինը հասնեք ամուսնանալ, հետո կգանք առաջնեկի կոնյակի հետևից, հա։ Ձեզ բարձր տրամադրություն, ես լավ է, չեք նստե եկանք, ձեզ լավ օր։ Ա, ճիշտ է, անակնկալը ում կողմից է, շատ լավ հարց է, հնչեց, հա։ Ես մասը թե գրել էի։ Չեն գրե, ասեմ ում կողմից է, մեր Անիի ընտանիքի կողմից, էլի, ապերի, քույրիկի, մայրիկի, այրիկի, ձեզ լավ օր։ Դες լավոր, մենք ոնց եկանք այտենց հանգիստ, դանդաղ վախենալով էտ են գնում։ Տոշտի աղբեր, ես հիմա գնում եմ էլի մատ ուրիշ նշանադրություն։ Այսօր հայոց աշխարհում զույգեր են նշանադրվում։ Առաջ է գնում հայոց գենը, գեղեցիկ առաջընթաց։ Ծաղիկների, լավ, մեր հետ կապ չունի, ծաղիկներ տարան էլի Հարսիկին։ Մի գեղեցիկ ծաղիկներ բոյով վարդեր, այսքան, այսպես բոյով։ Բարև ձեզ, Արտավանի, մենակ դուք ունեք խանութ Արտավանում, կողքն էլ խանութ կա, փակ է, ձերը բաց է, դե որը տենց մի բան առնենք աղբեր ուտելու, բարև ձեզ,
Բա ինչ քաղցրություն կա վերցնենք գնանք ուտենք ճանապարհին։ Օրինակ էս եմ վերցնում։ Շնորհակալ ենք, որ խանութ եք պահում ես ջում։ Դժվար է, չէ՞։ Դժվար է, բայց կարողանում եք։ Ինչի համար մենք շնորհակալ ենք շատ։ Մենք գնացինք ձեզ լավ որ։ Դե այն ինչա որ նորմալ է ամեն ինչ, շնորհակալ ենք։ Ես վերցրեցի քաղցրություն Վարդան։ Կոֆե ունեք, սառը կոֆե։ Մի հատա։ Հե՞։ Կոլաներ ունենք սա։ Մի հատ կոլա տվեք, մի հատ է սրանից, լավ, ոչինչ։ Լավ, դուք ուստեղ ունեք։ Չէ, ինչ ունեմ, որ ոչի բանը չունեմ։ Չէ։ Գնացինք, մտանք անթը թալանի քելանք, ասում ախս էս չի լինի, ոչ չի լինի, մենք թալանա գործեր ենք։ Ահա, եւս մեկ ծաղիկ է գնում։ Լավ մնացեք։ Ընկերներ, Վարդանին տալիս եմ իր սիրած խմիչքը, կամ չսիրած խմիչքը։ Գնում ենք Արարատզոտ։ Մնացեք մեզ հետ, եթե այս մասում չլինի Արարատզոտի տեսանյութը, հաջորդ մասում անպայման կլինի Արարատզոտի տեսանյութը։ Ընկերներ, Եթյաթային տեսարան, որը մենք հիմա նկարում ենք եւ զուգահեռ հիանում, որովհետեւ աչքերով սա տեսնելը մեկ ուրիշ վեհություն է, նկարով տեսնելը, տեսանյութում տեսնելը մեկ ուրիշ։ Հիմա այս տեսարանին ես ուզում եմ ներկայացնել այսօրվա մեր հաջորդականությունը գործողությունների։ Հիմա գնում ենք Զոդ, որտեղ մեր պատվիրատու Անուշ Ախպեր-Քավոր Գեղամը խնդրել է որ գնանք սիրուն նկարենք իր փողոցը, ես կապնում եմ իր հետ, միասին կգնանք ու կնկարենք իր մանկության գյուղը, Ավանը։ Այնուհետև կուղևորվենք Վեդի նշանադրության եւ իհարկե Գեղամի ընկերոջ դստեր ծննդյան օրն է այսօր։ Գեղամը համել Քավոր է։ Քավորի կողմից գնալու ենք ծննդը շնորհավորենք եւ նշանադրությունը շնորհավորենք։ Որից հետո մի անգամից ուղևորվելու ենք Մարտունի։ Այո, մեծ շրջապտույտի մեջ ենք այսօր եւ Մասիսի այս տեսարանը մեզ էլ ավելի ոգևորեց, որ ավելի վստահ գնանք եւ իսկ Մարտունում էլի զույգեր են միանում եւ այս անգամ արդեն վերջնական ամուսնանում են։ Գնում ենք անակնկալներ տանենք, այո։ Շատ հետաքրքիր օր է, այսօր արդեն երրորդ զույգերին նվիրված առիթն է, որտեղ մենք ներկա ենք գտնվելու եւ մենք մեզ շատ լավ ենք զգում, որ մասնակցում ենք այդ գեղեցիկ առիթներին, հայանպաստ շարժմանը։ Մենք հզորանում ենք եւ հայոց ընտանիքների կառուցմանը ներկա են գտնվում։ Հիմա դրոշն էլ եթե կարող ես նկարի երազքի չքնաղ դրոշը, որը ով որ մտածելու սարքել է, դրել է այնտեղ, իսկապես շատ հզոր մարդ է, որովհետև ծածանվում է Մասիսի ու Սիսի ֆոնին միշտ առավոտից գիշեր։ Իսկ մենք ամեն անգամ անցնելիս ճիշտ է, ամեն անգամ չենք նկարում, բայց որ հիանում ենք, դրա մասին խոսք չկա, սա մարդածին հրաշալիք է։ Հայ զինվորս մնականգուն, նրա ոգին է ասասան, հայ օջախում բացվի գարուն, խինդու սիրով լծվի մանկան, հայ զինվորս մնականգուն, նրա ոգին է ասասան, հայ օջախում բացվի գարուն, խինդու սիրով լծվի մանկան, խինդու սիրով լծվի մանկան, հայրենիքս հզորան։ Գնացել եք ախր ռեստորանը։ Չէ, ախպեր, նոր եկել ենք նկարենք, որ եթանք, եկել ենք Զոդը սկզբից նկարենք։ Ոնց պայմանը կապել էինք։ Ցավը տարան։ Լավ անպամած է ոնց է։ Հա, անպամած է, բայց սիրուն անպամած է, էլի։ Ստեփան ջան, առաջ, Զոդը, այ քեզ բան։ Բա Զոդն է։ Առաջի փոխը։ Ախպեր, Զոդը քաղաք է, թե գյուղ, թե Ավան։ Ապե Զոդը կոմունիստների վաղտը ուզում էին դաժե մայրաքաղաք ճանաչեն ապա։ Այսինքն գնա
հենց մտնես այդ առաջի խաչմերու առաջի փողոցից այստեղից պետք է մտնես ձախ։ Մտնեմ աղբեր, ահա, մտամ։ Այստեղ։ Ահա։ Մտամ։ Այստեղ էլի ձախով։ Էլի ձախ ենք անում ստից։ Գնա այն խանութների դեմով, այդտեղից ձախով կմտնես աղբերես։ Ահա։ Մտնում ենք։ Այդ ավտոոր գնաց, այդենց գնա, հետո աջ ես մտնելու։ Հա։ Այդ ավտոյի հետևից գնա։ Գնում եմ։ Այսպես մեր համար սիրուն գնում եմ, բայց դու գիտեր որ զոդում լիքը հնդիկ կա։ Հնդիկները նայի, հնդիկներն են։ Բարի օր, հնդիկներ։ Զոդում հնդիկ են կա։ Հա, լիքն են աղբեր, արդեն 10 հոգի տեսանք։ Հա։ Դեմի շենքը մեր շենքն է, բայց պայդես դեյանից է։ Հա։ Մեր շենքն է, բայց պայդես դեյանից է, այդպես դու մտի։ Լսի, ես աստես դրոնը կանեմ մի քիչ կֆրֆրա։ Չաստի մոտ ենք, չէ՞ բայց։ Այդ ինգերոջս խանութն է, վարդերնոսն է, մեկ մանկապարտեզն է, այդը։ Ահա։ Այ կան։ Դու ձախ ես անում էլի։ Ու գնում ենք դպրոց։ Մեր շենքը մնաց հետևը։ Հա, ձեր շենքը հենա։ Էդի մեր շենքն է ապրես։ Այն երրորդ հարկն է մեր աղբերս։ Հա։ Որը չսարքել ես իրեն։ Քանդում են, չեն սարքել, բայց կսարքեն։ Հեսա նայ զաբորներով, բանով, բա։ Զաբորներով։ Այդ վերջի գարաժը իմ գարաժն է։ Որը։ Մտի դες ձախով մտի այդ ավտոյի տեղից։ Էս։ Հա։ Մտի այդպես մտի նորից ձախով կմտնես։ Հա, բա աղբերս ոնց չեմ մտնի։ Հեսա կողից տենան չճանաչեն, կասեն սրանք ագենտներ են։ Ձախով, այդ ձախով, հա։ Լսի։ Այդ առաջի գարաժը մեծ, այդ իմ գարաժն է։ Էս մեծը քոն, հա։ Նկարի գարաժը աղբեր։ Չի վաճառվում, չէ՞ աղբեր։ Հա։ Չի վաճառվում, չէ՞։ Չէ, երը հələ որ չէ։ Այդ առաջի պայմանը երրորդ հարկը մերն է աղբեր, ինն է, այդը, նայ։ Երրորդ հարկը հա, դատար մարդը ապրում, հա, բայց։ Չէ, աղբեր։ Հələ ֆրծրա կամերան վրեն, այդ չէ, մի գնա առաջ։ Էս հա։ Այդ որ վրեն բանա գցած աղբեր, այդ շորա գցած երրորդ հարկը։ Հա, всё, իմացա, հա։ Այդի Ոբշե մեզ ձեր փողոցն է, ստես մեծացե, ստեք ֆուտբոլ խաղացե։ Հա, տեսնում եք հարգելի ընկերներ։ Այսենց ալնեմ, հա, մանկությունը։ Հենա սարքում են աղբեր, սաղ քանդել են որ սարքեն, տենակ երբ կսարքեն։ 25 տարի հետ է կա աղբեր մոմենտի տակ։ Ստեփան ջան, 25 տարից դե չես էլ, գեղամ աղբեր։ 25 տարի առաջ եմ ելել մոտավորապես, այդպես մի անգամ, երկու անգամ թեթև այդպես աղբերս այդ բանի մեջով։ Դպրոցն էլ ձախ ենք, չէ գնում։ Նորություն է, ես չեմ տեսել աղբեր։ Ձախ ենք, չէ հետում դպրոց է տալու համար այստից։ Հա։ Դա եղել ես դու ոնց որ մի անգամ։ Հա, դե եկանք բանակնկալ արինք էլի, հենա դպրոցը չի, բա ինչա դպրոցն է։ Այս Ես ճաշարանն է եղել են վաղ։ Չէ, հիմա լուսամուտ չկա վրենսկի։ Էդի քանդել են, երևի ուզում են ինչ-որ բան սարքեն։ Էդի մեր դպրոցն է ապեր այդ թողը։ Հա, ձեր դպրոց ես եկել եմ։ Եկանք, չեմ հիշում դասատուի անունը, բայց որդու կողմից։ Եկանք, շնորհավորին գնացինք։ Քիմիայի դասատու էր, քիմիայի կաբինետում էլ գործեր անում։ Ես քո հաղորդումը շատ բան աղբեր ես, շատ օգուտ տալի մեզի, մեր նմաններին, մերնեմ ջանիդ։ Ինչ ընկերես, հա։ Սիրում եմ։ Հա, տեստ է պատին գրել են սիրում եմ։ Բա։ Չէ։ Չասնա թե բան դպրոցն էր, կպած է դպրոցի հետ չասնա։ Արա հա կպած է, չես հիշում, մենք էլ տեսանք զարմացանք աղբեր ասենք, էդ ինչա միան դպրոց, միանը չասնա։ Ապրես, ցավը տանեմ։ Դե մենք քիչ կամած եթանք վեդի, ընդե զալի տեղը գիտենք, սաղ գիտենք, եթե մենք սիրուն կազմակերպենք վիդեոն կուղարկեմ, Գեղամ ջան։ Մի հատ դրոն թրցրայ։ Հա, էլի, հեսա կայնենք թրցնենք դրոնը։ Վարդան դու հեսա կայնեմ դրոնը սկսի։ Աղբեր պրոստեր, դպրոցի յանպատի չեթանք, որտեղ բանը կերևա, էլի, չաստպետ չերևա։ Մի գնա, դպրոցի յան մի գնա, այդ հատվածը երիք է այդը։ Հենց ստիս կայնենք ձեր շենքի մոտից կեթանք աղբեր, թրցնենք եթանք։ Սա հետաքրքրասեր աղբերները կասեն դուք ով եք, ես ինչ դրոն եք թրցնում աղբեր։ Չաստի կողը։
Ասեն շպիոն եք ախպեր։ Հայրենիքիս ջուրը զուլալ անմահական Համն ու հոտը աղն ու հացը անապական Հայաստանիս վրա շողաթող լուսաբաց Շատ է տեսել ժողովուրդս ավերուլան Որ ես ինչ սիրուն շունես դու, էլ արի։ Արի լը սրան նկարի, սրա։ Լը աշկեր ախպեր, աշկեր մտ ֆիքսի էլի, արի, արի։ Արի բայց ուտելու բան չկա մոտես, է։ Արի, արի։ Արի, արի։ Նկարիր, սիրուն շունիկը, աշկերը, մենակ աշկերը 1000 արժեր։ Հետ գնա, չգնես ավտոյտա, գնա, գնա։ Վարդանը հայ հետ են կնում էր մեքենայի տակ, բայց տենց էլ վրա մնաց չնգավ, էլի։ Չնգավ մեքենայի տակ Վարդանը։ Ես էլ չեմ ընգնի։ Հոպա, փախանք եկանք, նստանք մեքենան ու գնացինք, բայց արդեն կաղա ուտելու բան էլի տանք հաֆոյին։ Կոֆե չի խմում, է շունիկը, հենց հետա։ Օպնիշի ներկած մեքենա, գեղեցիկ իր տեղում կանգնած։ Նա աշխատում է, դուք չգիտեք թե ոնց, ռեկլամ էր էտի։ Այգավանի միջով անցնում ենք, գնանք հասնենք Վեդի։ Ընկերներ, մենք մուտք ենք գործում քաղաք Վեդի։ Վեդին զորագույն քաղաքներից է հայոց։ Տավայրում մինչև Վեդի մտնելը քեզ թվում է թե այստեղ միայն բնություն կա, բայց տեսեք որ քաղաքը բացում է իր դռները եւ ասում է բարով եք եկել Վեդի։ Ոտքներս խերով Վեդի եւս մեկ անգամ տեսեք ինչ գեղեցիկ արծիվա Վեդի մուտքի մոտ։ Արծիվա չէ, գլուխի հետ վրցրած։ Արծվի են նմանացրել, այն ժամանակ քանդակային տեխնոլոգիաները մի քիչ ուրիշ ձև են եղել, էլի։ Բան միտքը ու ձևը լրիվ ուրիշ ոչ են ունեցել, հիմա արդեն կարող էին, եթե հիմա ուզենային, կարող էին աղավնի բան, արծիվ սարքեն, գլուխը հետ վրցրած։ Հիմա ընկերներ Վեդիում մենք պետք է փնտրենք ու գտնենք համով տորտ։ Գնացինք որոնումները սկսելու։ Դու ուժեղ քաշես, որ զանգ տա։ Դե երբ են զանգ տալի։ Հա։ Մեր պապերը օջախ հիմնեցին, մեծ արագյալ գյուղս կոչեցին, մեր պապերը օջախ հիմնեցին։ Կազմակերպենք էլի, դստեր տանը։ Արևիկ։ Արևիկ, Ֆեսայանը, Ֆեսայ, Նարեկ, Արևիկ, всё։ Արևիկ, Նարեկ, всё, Նարեկ, Արևիկ, Գեղամ, բան, Քավորն է, էլի։ Քավորը Գեղամն է, ես եմ։ Հա, դու էլ Գեղամն ես։ Հա, ցավտանը։ Այ զանգել ես մապել։ Մենք ընկերներ ենք, բանակի ընկերներ, չէ, մանկության ընկեր, պարտեզի ընկեր, դպրոցի ընկեր, բանակի ընկեր ու պարժիզի ընկեր։ Շատ լավ է։ Համ էլ Քավորական ընկեր, հա։ Արևիկ, Նարեկ։ Հա։ Այսօր ծնունդն է, չէ՞ Արևիկի։ Համ էլ նշան դրեկն է։ 3 է եղել։ Բայց ստեա չէ նշանածը։ Նարեկը ստեա չէ։
Երեք նշանվել եք, այսօր ծնունդ եք Իմ հետ անում։ կապած բան կա։ Ախպեր քո հետ կապված է հենա սաղ արիր։ Всё, այն դռնով։ Եկա քեզ էլ տեսանք ախպեր, այսքան լսանք գեղամի տեսանք։ Հեսա զանգում եմ Գեղամին էլ։ Հա, դու զանգի կարաս վիդեոզբանո կանես, որ ինքը մեր հետ կապն ծրարը վերցել ես։ Ախպեր ծրարը տամ քեզ, թե տանք Արևիկին։ Հաստատ։ Կարա տամ քեզ ախպեր։ Չէ, հետաքրքիր սիրունը Արևիկն է։ Տալի եմ քեզ։ Դենա մուրը։ Դա ծրարը տանք Արևիկի մեջ տանք գեղամի կողմից։ Վարդան դու այդքան բան կարում ես վերցես։ Ընկերներ, այս պատմությունը սկիզբ է առնում դեռ շատ վաղուց։ Գեղամ, քանի տարեկան եք հիմա։ 41։ Այսինքն 34 տարի առաջ այս պատմությունը սկսել է։ Երկու ընկերներ, երկուսն էլ նույն անունով։ Գեղամները իրար հետ սկսել են մանկական ընկերություն։ Գնացել են պարտեզ, գնացել են դպրոց, այնուհետև գնացել են բանակ, բանակից եկել են։ Մեր գեղամը, ով գտնվում է հիմա Եվրոպայում, դարձել է այստեղի ներկա գեղամի քավորը։ Հիմա մեր այստեղի ներկա անուշ ախպեր գեղամի դստեր ծննդյան օրն է եւ իհարկե մեր մյուս քավոր գեղամը չէր կարող անտարբեր մնալ։ Եկել ենք նրա կողմից որ շնորհավորանքներ չհասցնենք եւ նշեմ, որ Մարիամը նաեւ, չէ, Արևիկը նաեւ երեք նշանվել է Նարեկ ախպոր հետ։ Ուշադրություն հանդիպանների շնորհավորել եւ անցկացնել ծրագրերի գինացը Արևիկյան։ Այս տարին գերեցի կարակալ ծննդյան հարեդացի կապված այն դեր շարադրության Հոլանդիայից Լավելի ախպոր լավելի Սենտրիուսուս շնորհավորել ծննդյան հարեդացը Բացը ծավալություններ Կավոր գերամի եւ գերեցի կարակալը Կտած ես բանը խոսամիկից, բարով եք հավաքվել արգելիներս, ես ներկա, հասկացա նաև որ խնամիներն էլ են ստեղ, հա? Ամետ ես տու խնամիները ծապտան մատենամով են խնամիները։ Խնամիները Եղեգնաձորից են, եք է? Բարով եք եկես, շատ լավ է, բարով եք հավաքվել, Արևիկ և Նարեկ, խնդրում եմ գակ ստեղ, այս սիրուն անկյունը, ձեր անկյունը։ Բա, ես Եղեգնաձորից եմ, բայց խնամիներն էր ինձ հետաքրքիրով են խնամիները։ Հա, այն ես խելոք կանգնել են, դուք, հա, մերն են սա, դες շատ լավ է։ Կարոտով օրորեմ, մանկության անուշ երազի գրկում։ Արևիկ ջան, քո ծննդյան օրն է, հիմնական դրա համար ենք եկել, բայց նվերներ ունեք երկուստ էլ։ Նարեկ ջան, քավոր ուրախ է, քավորին ճանաչում ես։ Գեղամ քավորը շատ ուրախացել է, երկու առիթով էլ։ Առողջ լինեք, իրար կողքից անպակաս։ Հիմա ես կվառեմ մոմերը, արևը թող չի, բայց ես ես տորթը մտածված ունես տորթ եմ բերել, որ վրան գրածը լով է, սեր էլի, սիրո մասին է, եւ հենց այդ պատճառով երկուստ էլ կփչեք, հա? Երկուստ էլ երազանք կպայք։ Համաձայն ես արև։ Հա? Դե լավ է։ Բա դուք ով եք։ Ախպեր դու ով ես։ Եկել են Հիմա համարենք սկսած մեր գեղեցիկ արարողությունը, ես հաշիվ տամ դուք փչեք, հա? 3-ը, 2-ը, 1-ը, չինք։ Իմ սրտի երգը, որ քո ամեն Շավը դες հավեսովելի բարձր մտքեր պարեք, լավ ուժը բարձր տրամադրություն ձեզ, ես քավորի կողմից ես տորթը, առաջինը տորթ ենք տալիս, հետո կամաց տալիս ենք մնացած նվերները, օրինակ կոնյակը, հա? Կոնյակ մեր զույգերին։ Արև ջան, քո ծնունդն է, բայց ձեզ երկուսի տայես նվերը վերաբերվում, որը ես հիմա կտամ Նարեկին, Նարեկը սիրուն կհանի շիշը, որ տենանք էտ ինչ նվեր է։ Բաց։ Գեղամ քավորը շատ է ուզում, որ այս կոնյակը բացվի ձեր առաջնեկի ծնվելուց, ինքն էլ է ստեղնելու։ Տեսակ իշ սիրունը։ Զույգերն են այս կոնյակը։ Աղջական ոնց ես ասում, ջերմակ հարսիշ Եվ հիմա հետը հասավ արդեն ծաղիկներ նվիրելուն,
ծաղիկներն էլ էլի Նարեկով ենք այդ ամեն ինչ կազմակերպում, Նարեկ ջան տեղավորի, հա։ Բայց հենց ասեմ նոր կնվիրես, հանկարծ առաջ չընկնես, այսեն պահը չի, մի րոպե։ Ես պատրաստվեմ և նվիրում ես, բայց կգրկես էլի, հավեսով ունես GTR-ով գրկի, նվեր կա էլի, դավայ, նվիրիս։ Սիրունիկ ես, հարևաշող լույս աղջիկ ես, դու անսահման գեղեցիկ ես, մի վարկյանում սիրեցիկ ես, լուսավոր երազի պես, ես ինչ անուշիկ ես, հարևաշող լույս աղջիկ ես, դու անսահման գեղեցիկ ես, մի վարկյանում սիրեցիկ ես, երջանիկ երազի պես։ Միշտ, այսքան իրար սիրեք և հիմա վերջին նվերն եմ տալիս Քավոր Գեղամի կողմից, Արևին եմ տալիս, Արև ջան, քեզ շատ սիրում եմ, այս նվերի մեջ ենքան նվեր կա, կեթաս լավ նվեր կարնես, հա, որ հիշես էլի Քավորի նվերը, դες ես լավ որ բարձր տրամադրություն, մենք գնում ենք, դուք մնում եք, շնորհակալ եմ, հարգելի հանդիսավար։ Շնորհակալություն եմ ես բարձր ծաղկալի Քավոր Գեղամի, այս գեղեցկանալու Պետք է դեպից ինքը չասեր, որ Գեղամի կողմից, բայց ոնց ասած ստեցել շարունակենք, էլի, պետք է հարցական պահենք, որ շնորհ կողմից է հետո ասի, շնորհին անու լավ որ չզապրդ, դա աշկետ լույսը նիմա ապետ, աղթով ես դու, մենք գնում ենք, ընկերներ, վեդիից առաջին անգամ պատմության մեջ, վեդիից մի անգամից ուղևորվում ենք Մարտունի, որտեղ երկինքը էլի այսպես սիրուն է, բայց բնությունը մի քիչ ուրիշ սիրուն է։ Գնանք Վարդան, արի։ Գնանք հասնենք Մարտունի։ Երևանով ընդ որում։ Բաժանորդագրվեք մեր էջին, ես գիտեմ, որ նայեցիք, վերջում մոռացաք բաժանորդագրվել, դրա համար մի մոռացեք։ Բաժանորդագրվեք, մենք գնանք միասին, գրավենք աշխարհը գեղեցիկ ձևով։ Աշխարհի գեղեցկությունը նկատելով և ընդունելով, ընկալելով։ Բայց հանդիսավար դեմքը շատ ծանոթ էր, հայտնի մարդ է ինքը, գիտես։ Շատ հայտնի մարդ է։ Անունը մոռացա, բայց հայտնի է ինքը հաստատ։ Անունը չեմ հիշում։ Հայտնի է նա, Վարդան։ Ով ճանաչեց հանդիսավարին, խնդրում եմ, երեք ով է, որտեղ եմ տեսել, հաստատ ինչ-որ տեղ նկարահանվել է, որ տեսել եմ։ Չէ, Վարդան, դու էլ չէ, տենց տպավորություններ։ Չէ, հանդիսավար չէ, ախպերս ինքը դերասանական ինչ-որ թեմաների մեջ եղել է հաստատ։